Ֆլամանդացի վարպետ Պիտեր Պաուլ Ռուբենսի վաղ շրջանի մարտական թեմայով արված կտավը աճուրդի կհանվի Փարիզում եւ ինչպես սպասվում է կվաճառվի առնվազն 2 միլիոն եվրոյով։ Ամազոնուհիների ճակատամարտը վերնագրով նկարը թվագրվում է մոտավորապես 1603-ից 1606 թվականներով, երբ Ռուբենսն աշխատում էր Իտալիայում։ Այն պատկերում է ամազոնուհի զինվորների եւ հույն զինվորների միջև դաժան բախումը։ Կտավի գործող կերպարները շատ են, կան նաեւ մեծաթիվ ձիեր, դեպի վեր պարզած այդ ժամանակվա զենքեր։ Մասնագետների հավաստմամբ նկարը ստեղծվել է Ռուբենսի երիտասարդության տարիներին եւ արտացոլում է նկարչի վաղ շրջանի հավակնություններն ու էներգիան։ Նկարը բնորոշ է Իտալիայում Ռուբենսի բնակության ժամանակաշրջանին, քանի որ այն պատկերում է բազմաթիվ փոքր կերպարներ տարբեր դիրքերով։ Ռուբենսի, որը ավելի հայտնի է իր կրոնական ստեղծագործություններով, մարտական տեսարաններով կտավները հազվադեպ են հայտնվում ֆրանսիական աճուրդներում։ Մեծ վարպետների աշխատանքները շուկայում ավելի ու ավելի հազվադեպ են հանդիպում։ Դրանք գրեթե բոլորը գտնվում են թանգարաններում կամ շատ հեղինակավոր հավաքածուներում։ Աշխատանքն աճուրդի կհանվի հունիսի 16-ին Փարիզում։ Այն գնահատված է 2-ից 3 միլիոն եվրո։ Բելգիայի 40 ամենահայտնի շոկոլադագործները հավաքվել են երկրի մայրաքաղաքում ցուցադրելու շոկոլադե եւ զատկի ձվի թեմատիկայով ուտելի արվեստի գլուխգործոցներ։ Բելով կոչվող ցուցահանդեսը բելգիացի շոկոլադագործ Մարկ Դյուկոբուի նախաձեռնությունն է։ Նա համագործակցել է Բրյուսելի քաղաքապետարանի մոտ գտնվող պատմական գոթական Grand Place հրապարակում տեղակայված Հոթել Ամիգո շքեղ հյուրանոցի մենեջեր Կարլո Ֆերիգնոյի հետ։ Մոտ 12 միլիոն բնակչություն ունեցող Բելգիան ամբողջ աշխարհում հայտնի է իր խոհարարական արտադրանքով, ինչպիսիք են վաֆլիները, գարեջուրը եւ շոկոլադը։ Ձեզ կպատմեմ բելգիական շոկոլադի գաղտնիքը, դա այն պատճառով է, որ բելգիացիները շատ վաղուց ավելի քան 1 դար առաջ հասկացել են մեկ բան՝ կակաոյի հատիկը համեմունք է եւ երբ մանրացնում եք համեմունքը, որքան շատ եք այն մանրացնում, այնքան ավելի բուրավետ է այն դառնում, եւ բելգիացիները եվրոպական եւ համաշխարհային մակարդակով առաջինն էին, որ այն չափից ավելի շատ մանրացրեցին։ Սա էլ բելգիական շոկոլադի գաղտնիքը։ Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի 6 օր, իսկ մուտքի վճարները եւ արվեստի գործերի վաճառքից ստացված գումարը կնվիրաբերվեն Տելևին, քաղցկեղի բելգիական հետազոտական կազմակերպությանը։ Յուրաքանչյուր արվեստի գործ վաճառվում է 900 եվրոյով։ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ղամիշլիի ասորիներն ու այլ բնակիչներ տոնել են Ակիտուի հին գարնանային օրը, նշելով մի ավանդույթ, որը սկիզբ է առնում հազարավոր տարիներ առաջ Միջագետքի քաղաքակրթությունից։ Մասնակիցները հավաքվել են բաց տարածքում։ Նրանք կրել են ավանդական հագուստ եւ մասնակցել երաժշտական ու պարային համարների, նշելու ասորական նոր տարին, որը խորհրդանշում է նորացումը եւ գարնան-գալուստը։ Տոնի մասնակիցների խոսքով ասորաբաբելական նոր տարին Ակիտուն նշում է բնության եւ կյանքի նորացումը։ Այս տոնը պատմականորեն նշվել է մի քանի օր, բայց այժմ նշվում է միայն 1 օր։ Միջոցառման մասնակիցները կոչ են արել այս տոնը պաշտոնապես ճանաչել Սիրիայում, քանի որ այն ներկայացնում է տարածաշրջանի բոլոր բնակիչներին։ Վաշինգտոնի ազգային զբոսայգում տեղադրվել է մեծ գահ ոսկե զուգարանակոնքով, որը քննադատում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Սպիտակ տան վերանորոգման աշխատանքները։ Մարմարի եւ ոսկեգույնի նմանվող գահը նստատեղի փոխարեն ունի զուգարանակոնք եւ հուշատախտակ թագավորին վայել գահ գրությամբ։ Աննախադեպ պարակտման, սրվող հակամարտության եւ տնտեսական խռովության ժամանակաշրջանում նախագահ Թրամփը կենտրոնացավ իսկապես կարևորի վրա՝ Սպիտակ տանը Լինքոլնի լոգարանի վերանորոգումը, գրված է գահի վրա տեղադրված հուշատախտակին։ Այն հարգանքի տուրք է անսասան տեսլական ունեցող մի մարդու, որը ներքև նայեց, տեսավ խնդիրը եւ այն ոսկեգույն ներկեց։ Անցած տարի պաշտոնը ստանձնելուց ի վեր Թրամփը լայնածավալ վերանորոգումներ է իրականացրել Սպիտակ տանը եւ Վաշինգտոնում ընդհանրապես։ Լինքոլնի ննջասենյակի լոգարանի վերանորոգումից նա ոսկեզօծել է նաև օվալաձև աշխատասենյակը, քանդել Սպիտակ տան արևելյան թևը պարահանդեսային դահլիճ կառուցելու համար եւ նախատեսում է վերակառուցել Քենեդիի կենտրոնի արվեստի հատվածը։ Սպիտակ տան հավաստմամբ Թրամփը Սպիտակ տունը եւ ամբողջ Միացյալ Նահանգների մայրաքաղաքը դարձնում է ավելի գեղեցիկ, քան երբևէ։
Վաշինգտոն այցելողները հնարավորություն են ունեցել օդապարուկներ թռցնել կամ պարզապես վայելել տեսարանը, քանի որ քաղաքի հայտնի բալերիներն ամբողջովին ծաղկել են եւ այդ առիթով փառատոն է անցկացվել։ Վիշապների եւ մողեսների տեսքով պատրաստված գունագեղ օդապարուկներ կարելի է տեսնել Վաշինգտոնի հուշարձանի մոտ բալերիների ծաղկման ամենամյա փառատոնի ժամանակ։ Այս փառատոնը յուրահատուկ է ինձ համար, քանի որ ես հնարավորություն ունեմ տեսնելու հարյուրավոր օդապարուկներ օդում մեր երկրի մայրաքաղաքում։ Ուրախ եմ, որ կարող եմ այսքան շատ օդապարուկ տեսնել ծաղկած բալենիների հարևանությամբ։ Դրանք տեսարանը դարձնում են ավելի յուրահատուկ։ Տոնի մասնակիցները սիրով լուսանկարվել են ծաղկած բալենիների ֆոնին։ Բալենու ծաղիկներն ամեն տարի մոտ 1.5 միլիոն մարդ են գրավում Միացյալ Նահանգների մայրաքաղաք։ Ավելի քան 140,000 գունագեղ կակաչ շվեյցարական Մորշ քաղաքի անկախության այգին վերածում է կախարդական լանդշաֆտի կակաչի ամենամյա փառատոնի համար։ 1.5 ամիս անցկացվող միջոցառման ընթացքում ներկայացվում է 350 տեսակի կակաչ, բուրավետ այգիներ, տեղական սննդի տաղավարներ, ընտանեկան միջոցառումներ եւ կակաչի համաշխարհային պատմությունը ներկայացնող նոր բացօթյա ցուցահանդես։ Իրականում որոշ ժամանակ է պահանջվում 10-ից 20 տարի նոր տեսակի կակաչ ստանալու համար։ Փառատոնի արմատները հասնում են 1971 թվականին, երբ կակաչն ընտրվել է գարնան գալուստ նավետելու ծաղիկ։ Կակաչների դիմացկունության շնորհիվ այս փառատոնը հնարավոր է լինում անցկացնել տևական ժամանակ։ Կակաչների մեծ մասը Նիդերլանդներից է, բայց դրանց բուսաբանական ծագումն իրականում գալիս է Կենտրոնական Ասիայից, որտեղ ծաղկել են առաջին կակաչները։ Մարոտ Հարվերդյան, Այլ լուրեր։